հասկացա բոլորի փորձառությունը պետք է հարգեմ, հա, ու բաց թողեմ իրենց։ Մարդկանց փոխելն անհնարին է, Սամվել ջան, եթե իրանք ժամանակը չի, եթե իրանք չեն ուզում փոխել։ Ու երբ որ ժամանակից շուտ դու փորձում ես դա անես, մեծ մասամբ դու իրենց կարող է վնասես, էլի խանգարես։ Ես գտնում եմ, որ դա իմ համար անհրաժեշտ էր, ինձ կարևոր էր, ուրեմն ես պարտավոր եմ նաև մերձավորից տեղեկացնել, իսկ մերձավոր են բոլորը։ Լիարժեք արթնացած մարդը պետք է ահավոր համեստ լինի։ Ինքը չի կարող, ասենք, իգո ունենա այդքան բարձր, էլի ուրիշներին վերևից նայ։ Ինքը երբեք չի ասի, որ ինքը Երբեք։ Որտեվ եթե ուզում ես իմանաս, թե ինչա տակը, պետք է լինի սառը։ Եթե ուզում ես իմանաս ինչա վերևը, պետք է լինի ներքևը։ Գոնե հիշենք Հիսուսի խոսքերը. Ես եկել եմ ոչ թե նրա համար, որ դու սիրես քո եղբորը, քո եղբորը դու առանց ինձ էլ կսիրես։ Ես եկել եմ նրա համար, որպեսզի դու սիրես քո թշնամին։ Բարև Սամվել ջան։ Բարև, ոնց ես։ Լավ, Նիկ ջան։ Վերջապես հանդիպեցինք նորից։ Հա, տևական դադարից հետո ելի վերսկսում ենք մեր ընդհանուր ոդքասթը։ Հայաստանը այնքան էր տպավորացրել, հա, մեզ երկուսից, այնքան տպավորիչ էր, որ որոշ ժամանակ է պետքա, որ կեկներս գլուխներս հավաքենք ու հիմա ոնց որ հետ ենք վերադառնում։ Կիսվես մի քիչ քո ապրումներով։ Այդքան երկար դադարից հետո, 33 տարվա դադարից հետո այնքան լցրեց ինձ Իրանով, որ հետո երբ որ վերադարձանք, ահավոր էր դատարկությունը, որ մնաց այդ լցվելուց հետո։ Այդ պատճառով իսկականից ոնց որ դեպրեսիվ վիճակ էր շատ, բայց դա արտաքին տեսներ, որովհետև երևի պետք էր այդ մեկուսացումը, որպեսզի Մարսեի իրական այդ ջերմությունը, լույսը, այդ ուրախությունը, ինչը տվեց Հայաստանը եւ առաջին հերթին մարդիկ, ում հետ շփվում էինք մենք, մեր երիտասարդները, ում ուղղակի սիրահարվեցի ես մեր երիտասարդության վրա։ Չգիտեմ, ես դեռևս ամեն օր իրանց հետ եմ։ Հա, շատ էմոցիոնալ էր այդ մեր ճամփորդությունը շատ։ Այդ բանը սրճարանի երեխեքին հիշել է, ինչ հրաշք երեխեք էին, լսենք։ Այո։ Հատկապես երիտասարդների հետ իսկականից շատ էմոցիոնալ էր մեր հանդիպումները, որովհետև ինչքան էլ որ խոսում էինք, հա, ինչքան էլ որ մենք մեր կողքի ոնց որ եղած երիտասարդներով գաղափար ենք կազմել, որ մեր հաջորդ սերունդը իրոք շատ պայծառ է, բայց որ արդեն գնացինք այնտեղ, արդեն մեր հայրենիքում ուսենց գալի 18, 20, 22 տարեկան, ասենք երիտասարդների հետ ենք հանդիպում, ուսենց արդեն կարելի ասել ասենց լիարժեք հոգևոր զարթոնք ապրած երիտասարդներ, ասենք նայում ու զարմանում ու հիանում ես, էլի որ մեզ թվում էր թե ասենք օրինակ ես ինքս իմ վարով ասեմ, ես այդ process-ը սկսել եմ 35 տարեկանից, հա, ու նայում եմ կողքերս մարդիկ կան 45, 50, 60 տարեկան, որ դեռ չեն սկսել, ու ինձ թվում էր թե ես մի քայլ էլ առաջ եմ սկսել, ու հետո գնում ես քեզանից արդեն քո կես տարիքի երեխեք ես տեսնում, ու իրանք արդեն sense արթնացած հոգիներ ու որ ուղղակի պետք է այդ երեխեքին, որ մեր կյանքի փորձով sense կիսվենք, հա, մի փոքր ուղղորդություն տանք ու իրանք սկսեն արարել, իրանք ամեն ինչ ունեն արարելու համար։ Դե ամենամեծ կարծում եմ ամենամեծ փորձությունը իմ ու քո համար հենց այդ էր, որ մենք ձեռք բերեցինք այդ գիտակցությունը, որ իզուր չենք ջանքեր թափում, հա, իզուր չենք sense ուզում ամեն ինչ անել, որպես այս գիտելիքները փոխանցենք, հա, որովհետև այդ երեխեքը հենց նրանք են, ովքեր արդեն սկսելու են կիրառել այդ գիտելիքները։ Այո։ Այսինքն մենք տեսանք, որ իրոք կա այդ բանը տարածքը, կան նրանք, ում համար մենք կարանք այդ անենք, հա, տանք այդ գիտելիքները եւ իրանք ուրախությամբ ու երախտագիտությամբ ընդունում են դա ուղղակի առանց որևէ կասկածի, առանց երկմտելու մեծ շնորհակալությամբ։ Հենց իրանք այդ մասին խոսում են։ Դրա համար դա մեզ ստիպում ավելի ու ավելի շատ կենտրոնանալ դրա վրա ու կարծում եմ այս մենք որ այսպես այս վիճակների մեջ ենք, թե ես թե դու, հա, դա նաև երևի մեր սեփական գիտակցությունների փոխակերպման ինչ-որ process էր,
ոնց որ ռեստարտ արվեց էլի մեր մեջ ինձ թվում է, որովհետև ես որ մտածում եմ իմ գիտակցությունը այս պահին ասենք մի ամիս առաջվա լրիվ ուրիշ կերպ եմ նայում դրան։ Ես ինքս այս թեմայով շատ եմ խոսացել, թե ճանապարհորդությունը ինչքան է օգնում այդ արթնացման, այդ փուլի հետ կապված կամ այդ արթուն վիճակում մնալու հետ կապված ու ամեն անգամ ճանապարհորդելուց հետո կամ ճանապարհորդելու ընթացքում, երբ որ ես իմ առօրյայից փոխվում եմ ու արդեն ոնց որ ոչ առօրյա միջավայրում եմ հայտնվում, թե ճանապարհորդության ընթացքում, թե դրանից հետո շատ հետաքրքիր փուլ եմ անցնում, հա, հոգևոր զարթոնքի։ Ու այս անգամ էլ բացառություն չեղավ, ու այդ քո նկարագրածի պես Հայաստանից գալուց հետո ասենց ինչ-որ դատարկություն տիրեց մոտս, ու ես մեկուսացա, ու ինքը շատ հետաքրքիր էր, ասենց ոնց որ ասենց վերանայման ոնց որ ժամանակաշրջանն էր, հա, ես ինքս ասենց փակվեցի ներս, նայեցի ու գտա բաներ, որոնք որ էլ ինձ չեն ծառայում, ու սկսեցի արդեն իրանցից ազատվել, տեղ բացել նորը գալու համար, հա։ Չգիտեմ, կարող ուղղակի համընկավ մեր ճանապարհորդությունը, բայց ամեն անգամ համարյա sense այս տիպի մի քիչ ավել, մի քիչ պակաս փուլեր եմ անցնում ճանապարհորդելու ժամանակ, էլի երբ իմ առօրյայից կտրվում եմ։ Գիտես, սկզբունքորեն եթե նայենք հարցին, արդեն մենք գիտենք, որ պատահական ոչինչ չի լինում, հա, որ մենք ասում ենք համընկավ, միակ բանը, որ հավանքել է մնացած ամեն ինչի հետ, այդ երևի մենք ենք, որովհետև այս ճանապարհորդությունը մեր 2025 թվականը գիտակցության փոխակերպումը, Քրիստոսագիտակցության արթնացումը, այդ ամեն ինչը շատ բուրըն տեմպերով հենց այս 25 թվականին է տեղի ունենում։ Ինքը հա քիչ առաջ, 2 տարի առաջ սկսվել է այդ process-ը, բայց այս 25 թվականը շատ կարևոր կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջանը, մենք ինքներս մեր մեջ ենք ապրում այդ ամեն ինչը, հա։ Եվ դրա հետ միասին մենք գիտենք, որ այդ սոցիալական կոչեցյալը, հա, ոսկե դարի ժամանակաշրջանը, որ այդպես անընդհատ ամբողջ արևելքը հազարավոր տարիներ սպասում էր, թե երբ պետք է սկսվի, մենք գիտենք, որ մարտի 21-ից դա է սկսվել։ Պաստորեն մարտի 21-ին սկսեց, մի շաբաթ հետո մենք գնացինք Երևան, Հայաստան։ Այո։ Այսինքն մենք ունենք ամեն sense լրիվ բարենպաստ վիճակ էր, պաստորեն մեզ համար ստեղծվել, որպեսզի մենք այդ ամեն ինչը հավաքենք, ու այնքան շատ էր այդ բեռը, որ երևի այդ 2-3 շաբաթը պետք էր մեզ sense մեկուսանալ, նստել առանցին ու հասկանալ, թե այդ ամեն ինչի հետ ինչ անել։ Հաստատ մարտի 21-ը նաև լիալուսին էր ու ցանկացած ոնց որ ցիկլի սկզբում շանս ենք ստանում հնից ազատվելու, հա, ու այդ հնի տեղը ինչ-որ նոր բան ներդնելու, եթե ինչ-որ կախվածություններ կամ վատ սովորություններ ու հենց այդ տիպի մի բան հետ կատարվեց ու գիտակցաբար չէ, քանի որ ճանապարհորդությունների բանի մեջ ենք, ես այնպես չէ, որ այդ ժամանակահատվածը որոշել էի, հիմա ես պետք է վրան աշխատեմ ու հնից ազատվեմ, բայց ցիկլը այնքան ուժեղ էր, այդ էներգիաներն այնքան ուժեղ էին այդ հնի գնալու նորը գալու, որ ինքնաբերաբար ինձանից ինչ-որ մի հին մաս սկսեց պոկվել։ Ու ինքը sense կարելի ասել sense մինի մահի պես մի բան էի ես զգում, այնքան ասենք սուկ կար մեջս, հա, ոնց որ իմ մեջից ինչ-որ մի բան պոկվում էր։ Հետո որ ես արդեն իմ մեդիտացիայի ժամանակ հասկացա, թե ինչերն են բաց թողում, ու հասկացա, որ իրանք ավելի շատ իմ ոնց որ շվաքի մասնիկներ են, հա, իմ վատ սովորություններն են, իմ թուլություններն են կամ այդպես բաներ, ու արդեն հասկացա, որ այն գործը, որ ես ուզում եմ անեմ, այդ գործը լիարժեք անելու համար ես բացասական հատվածները պետք է բաց թողնեմ, ու արդեն սկսեցի չպայքարել, ուղղակի ահագին հանգիստ տվեց ինձ, sense երկարաժամկետ քունս մի 2 ժամով օրվա մեջ ավելացրեցի գործից ու մեկուսացա իմ շրջապատից ու շատ գեղեցիկ բան ստացվավ, կարելի ասել արդեն վերջացավ այդ ամեն ինչը, հիմա արդեն ինքնազգացողությունս բան լրիվ ավելի լավ վիճակում, այլ, այսինքն այդ քո ասած այդ յոգաների այդ ցիկլի ավարտը նորի սկիզբը ես լուրջ չէի ընդունում, ինչի ճիշտ է, բաներ կա, դե որ իմն է, իմ տիրույթում է, բաներ կա իմը չի, որպես ինֆորմացիա լսել էի, անցել էի վրայով, բայց
ստիպված գնացի ու վերանայեցի ու հասկացա, որ ուժեղ է, այդ էներգիաները այնքան ուժեղ է, որ ուզած դու մտնում ես դրա մեջ, ընդունես չընդունես։ Գիտես, քանի դու խոսում էիր, ասենք այդ անպետքից ազատվելու մասին, ինձ մի հատ միտք եկավ, կարծում եմ շատ տեղին եկավ այդ միտքը ու արժի դրա վրա կենտրոնանալ ու խոսել այդ մասին։ Տես մեր անցած ժամանակաշրջանը, մարդկության անցած ժամանակաշրջանը նշանավորված է նրանով, որ մենք օգտվել ենք շատ ամենատարբեր գործիքներից։ Նույնիսկ այնքան ենք տարվել օտար գործիքներով օգտվելուց, որ ինքներս սկսել ենք հորինել ինչ-որ նոր գործիքներ, տեխնիկական, հաճախ ասենք երբեմն օգտակար են եղել մեզ, երբեմն հակառակը վնաս են տվել մեզ այդ գործիքները, կամ ասենք մի մտահղացումը ծառայելա լավի համար, ի վերջո սկսելա վատը, ասենք կյանքի համար սկսել հորինել ես մի բան, ինչը մահաբեր է դարձել հետո։ Լիքը մենք տենց նմուշներ ունենք, մեր այդ գործիքներ ստեղծելու պատմության մեջ։ Հիմա այդ ժամանակը ավարտվել է, ինչով եմ այդ բանը միտքը եկավ ինչի համար, էլի, քանի որ այդ գործիքները իրանք այնքան էլ մեր իրական գործիքները չէին, իրանք ուղղակի մտքի շարադրանք էին եւ այլ, ըստ մեր զարգացման մենք դա ստեղծում ենք համապատասխան մեր գիտակցության, կենսավիճակի, ես իմ հազար մի բաներ կա, դրանցից յուրաքանչյուրը ինչ-որ ոնց որ իր հետևից ինչ-որ աղբեր թողում մեր մեջ։ Հիմա քանի որ մենք մտնում ենք ոսկեդար, այդ աղբից հենց առաջերտին պետք է հրաժարվել։ Դա հիմա մեզ սկսել է շատ խանգարել, շատ։ Ու հիմա քանի որ մենք դրանից սկսել ենք հրաժարվել, արդեն կբացահայտենք մեր այն իրական գործիքները, տված որոնք արարվել են մեզ հետ միասին, բայց որոնց մասին մենք վաղուց մոռացել ենք։ Հիմա տեղը ազատվում դրանց համար։ Կարծում եմ շատ կարևոր կետ է սա, որը մենք պետք է աշխատենք անընդհատ ֆիքսել, որտեղ ինչքան շատ ֆիքսենք, այնքան շատ կբացահայտենք այդ գործիքները, մեր իրական ներքին գործիքները։ Համաձայն եմ, այսինքն մեր այդ ներքին էությունը, այն իսկական են մենք, ցած փաթաթված են, ցած տարբեր շերտերով, այդ հասարակության տված շերտերով, պարտադրած դաժե կարելի է այդ բառը օգտագործել, որով որ այն երեխա ժամանակվանից վերցրել սարքել ենք մերը, որպեսզի այս հասարակության մեջ, այս հասարակության պահանջներին համապատասխանենք, ու կարողանանք մեր տեղը զբաղեցնենք, բայց դրա պատճառով մենք կորցրել ենք մենք ինքներս մեզ։ Ու ինչքան այդ շերտերից արդեն գիտակցաբար ազատվում ես, այդ շերտերից ոմանք կարող է ծառայում են քեզ, այսինքն համահունչ են քո էության հետ, դրանց մասին չի խոսքը, բայց ասենք այն շերտերը, որոնք որ իրոք չեն համապատասխանում քո իսկական էությանը, մինչև չազատվես, այդ էությունը հանգստություն չի ապրում, մինչև չազատվես դրա տեղը չես կարողանում, քեզ ավելի հարազատ ինչ-որ նոր շերտ ստեղծես, էլի։ Համ ստեղծելը համենայն արդեն որ ունենք, բայց քնած ամեր մեջ, մենք իրանց բան ենք արել, քողով ենք պատել, ասենք նստված ենք շարել իրանց վրա, իրանք մնացել են այդ կուտակված աղբի տակ են մնացել, հիմա իրանց պետք է ազատ թողնել։ Այո։ Իրանց պետք է ազատ թողնել։ Ու այդ որ ասում ես մենակ բացասական չեն եղել նաև դրական, իհարկե եթե մենակ բացասական լինեին, մեզ վաղուց սպանած կլիներ դա։ Հենց այդ է պատճառը, որ ասենք դրականն էլ ա եղել, դրա համար մենք եկել հասել ենք այսօր։ Այո։ Մի հատ գիտես ինչ մտքով եմ ուզում կիսեմ հետդ, այս Հայաստանում հատկապես այդ մեր այդ պայծառ երեխեքին որ տեսանք, ու պլյուս այս վերջի օրերին իմ հետ կատարված փորձառություններից մի հատ միտք մոտս առաջացավ։ Այս հոգևոր համայնքում այդ կարծիքը կա, չէ, որ մենք 3D, երրորդ D գիտակցություն ենք, կամ էություններ, երրորդ տարածքային, ու հիմա տեղափոխվում ենք 5-րդ տարածք։ Որտեղ միշտ մի հատ կարծիք կա, որտեղ որ կարելի ասել համայնքը կիսվում է, այդ կարծիքի շուրջ։ Մի հատվածը մտածում է, որ այն մարդիկ, ովքեր որ այս անցումային շրջանում չհասցնեն երրորդից տեղափոխվեն այդ 5-րդ տարածք, իրանք ուղղակի վերածնվելու են ավելի ցածր տարածքում եղած, ասենք, մոլորակում, որպեսզի իրանք փորձառությունն ավարտեն, այսինքն էլի այնքան տանջվեն, sense կոպիտ ասած, մինչև գան հասնեն այդտեղ։
Օրինակ մյուս հատվածը մտածում է, որ ուղղակի այդ էությունները, ովքեր որ իրանք այդ կյանքի ընթացքում չկարողանան անցումը անցնել, մահանալուց հետո ուղղակի կծնվեն 5-րդ տարածքում, հա։ Ես ասենց երկու կարծիքների մեջտեղն է, այս ոնց որ ինքս իմ ձևավորած կարծիքը չունեի մինչևս վերջին օրերս, հիմա ունեմ, ուզում եմ այդ կարծիքով կիսվեմ, հա։ Հիմա ես գիտեք ոնց եմ այդ ամեն ինչը հասկանում, որ այս անցումի մասին որ խոսում ենք, անցումը պետք չի ասենց կենտրոնալ անհատական հոգիների, անհատական գիտակցությունների վրա, հա։ Այս համընդհանուր այս ընդհանուր գիտակցությունն է, որ անցնում է։ Ու ցանկացած էություն, ով որ չհասցրեց ընդհանուրի հետ անցնի, մահանալուց արդեն ծնվելու է մի հատ ժամանակ, որտեղ որ արդեն ծրագիրը 5-րդ տարածքի է լինելու։ Հասարակությունը ձևավորված ինքը լինելու է 5-րդ հարթության հասարակություն։ Ու արդեն այդ հոգին ցանկացած իր ընտրած ընտանիքում ծնվելու ժամանակ ուզած-չուզած ինքը դաստիարակվելու է մեծանելու արդեն 5-րդ հարթությանը համարժեք էություն որպես։ Այսինքն, այստեղ այդքան կարևոր չի, որ անհատները փոխվեն։ Այստեղ կարևորը որ համակարգը կարողանանք փոխենք այս անցման ժամանակ, հա։ Եթե համակարգը փոխեցինք, եթե ես ասենք ծնվել եմ 80-ականներում մի հատ տարածքում, որտեղ որ լիքներ լցված էր, ասենք ատելությամբ, վախով, կասկածով, sense ասեմ, հա, ու արդեն հասարակությունը մեծացնում էր այդ փողոցի մեր, չգիտեմ, ուժանին օրինակի համար, հա, որ ասենք ավելի կարող էր ագրեսիվ ինչ-որ տեղ զբաղացներ, այնի ավելի ինչ-որ բարձր տեղերի էր հասնում։ Հիմա եթե համակարգը փոխենք, մի հատ այդ կոնկրետ օրինակի վրա, որտեղ որ արդեն իմ թոռները, որ ծնվելու են իմ երեխեքի ընտանիքում, ծնվելու են մի հատ հասարակության մեջ, որտեղ որ գիտակցությունը արդեն անցել է իր անցումային փուլը, այդ 5D գիտակցությունա դառնալ։ Արդեն այդ նույն հոգին լրիվ ուրիշ պայմաններում է իր ծրագիրը ստանալու, հա, դաստիարակվելու, այդ որ շերտերի մասին խոսում էինք մի քիչ առաջ, արդեն լրիվ ուրիշ շերտեր է ինքը վերցնելու, մինչև արդեն անհատ էություն դառնալը, ու արդեն որ պատրաստ լինի գնա արարի դառնա հասարակության մաս, արդեն ինքը տարբեր շերտերով պատված է լինելու, էլ այդ 5D հասարակության պահանջների համահուն շերտերով։ Ինչ ես կարծում ես մտքի հետ կապված։ Ես երևի քանի որ երևի երբեք այս մասին չենք խոսացել այսպես լրջորեն, հա։ Ես ուզում եմ մի քիչ երկար խոսել։ Քո ասած տարբերակը ուղղակի ոնց ասեմ, օգնում է ավելի լավ ըմբռնել այն ինչ որ իրականում արդեն տրամաբանությունը բերում է դրան, ու նաև Նիկ ջան ասեմ, որ դե գիտես, ես շատ վաղուց եմ հետաքրքրված այս թեմաներով, հա, ու ամենասկզբնական ժամանակաշրջաններում, երբ որ սկսվեց այս տեղեկությունները գալ, հաղորդատվական ինֆորմացիա գալ, հա, ամենասկզբնական ինֆորմացիան հենց այդպիսին էր, ոնց որ դու ես ասում, հա, որ չկան անհատներ, բոլորը արժանացել են նրան, որպեսզի անցնեն այդ 5 տարածքային կյանքի, հա, 5D, 5D տարածաչափություն եւ շարունակեն ավելի կոպիտ ասած մարդկության դրախտային կյանքի դրախտը ֆիզիկական կյանքի դրախտային ժամանակաշրջանը, հա։ Տես օրինակ իմ առաջի գրքերից մեկը, որ ես թարգմանեցի, հենց դրա մասին էր, ու ինքը հենց այդպես էլ կոչվում է մեծ անցում, հա։ Դա հեղինակի անունն է Ֆրեդ Ստերլինգ, ինքը հավայացի մի հոգևորական է, բայց ինքը հաղորդատուն է կիրայելիության, հա, կիրայել կարելի ասել այդ գիրքը կիրայելի գիրքն է, ոչ թե Ֆրեդ Ստերլինգի, եւ կոչվում է հենց մեծ անցում։ Հիանալի գիրք է ինջալուց, շատ հետաքրքիր մինչև այսօր։ Բայց այն ժամանակ խոսվում էր 2012 թվականի մասին։ Ու այն ժամանակ խոսվում էր այն մասին, որ պետք է լինի 3 օրվա խավար, տարբերակներից մեկը, հա, անցման տարբերակներից մեկը 3 օրվա խավար պետք է լինի։ Այդ խավարի մեջ մարդիկ գտնվելու են սոմատիկ վիճակում, այսինքն հեղուկը մարմին սառելու է մոտավորապես կիսելի ժելեի մակարդակի, հա, մարդը լինելու է համարյա այդպես կիսաքուն վիճակում, որտեղ լինելու է շատ ցուրտ, մութ եւ այլ ֆոտոնի շերտ է գալու 3 օր, հա, ու մենք անցնելու ենք այդ ֆոտոնի շերտը, ու արդեն այդ վիճակից դուրս ենք գալու արդեն 5D-ում, հա, 5-րդ տարածաչափության մեջ։ Ընդհանրապես 3 օրվա մասին էր խոսում, որ այս անցումը կլինի 3 օր, բայց դրա հետ միասին տեղեկությունները գալիս էին, որ մենք ամեն վայրկյան փոխակերպում ենք մեր իրականությունը, այդ անընդհատ ասվել է այս բոլոր տարիների ընթացքում, հա,
որ մարդն է կառավարիչը ամենը եւ ինքը ամեն ինչ փոխում է ըստ իր վարմունքի, հա, իր գիտակցության աճի, հա, իր մտադրությունների, հա, երբ որ ինքը դառնում է արդեն ինչքան ավելի առաջագնում, այնքան ավելի այդ բանը մանիֆեստացիան ավելի արագ է աշխատում, հա, ինչ միտքը ավելի շուտ է նյութականանում եւ այլ եւ այլ։ Հիմա մենք ապրում ենք այդ process-ը։ Ապրում ենք ու այն ժամանակ նույնիսկ երբ որ խոսվում էր այդ 3 օրվա անցման մասին, նույնիսկ այն ժամանակ չկար նման բան, որ ասենք ոմանք ովքեր չկարողացան անցնել 5-րդ տարածաչափություն, կտեղափոխվեն այլ մոլորակներ 3 տարածքային եւ կշարունակեն իրենց 3 տարածքային կյանքը։ Դա ընդհանրապես այդ մասին չէր խոսվում այն ժամանակներում, ու երբ որ սկսվեց այս մի քանի տարի առաջ այս տեղեկությունները, որ սկսեցին կան, շատ տհաճ էր, շատ բարկանում էի ես, երբ որ լսում էի դա, հա, ու ցավոք մինչև այսօր կան մարդիկ, ովքեր այդպես մտածում են։ Հնարավոր չի, մոլորակը ինքն է անցնում նոր տարածաչափություն, հա, 5-րդ տարածաչափություն, իսկ մոլորակը անցնում է այն պատճառով, որ մարդկությունը ի վերջո ի կատար արեց իր փորձը, հա, անցավ այն փորձը, ինչի համար ստեղծվել էր մարդկությունը, ինչի համար փոխվեցին 5 քաղաքակրթություններ, եւ անցավ ոչ թե նրանց շնորհիվ, ովքեր այսօր ասենք կոպիտ ասած հասել են պայծառացման ինչ որ աստիճանի, հա, այլ բոլորի ամբողջ մարդկության բոլոր վերամարմնավորումների այս միլիոնավոր տարիների այս կենթանական աշխարհը, որ սկսել է գոյատևել այս մոլորակի վրա, այդ ամբողջ պատմության շնորհիվ մենք այսօր հասանք նրան, որպեսզի ի վերջո անցնենք բարեշրջական հաջորդ ուր։ Դրա համար ոնց կարող է լինի, որ ինչ-որ մեկը ստանա այդ պարգևը անցնել 5D, հա, 5-րդ տարածաչափություն, մնացածները չունենան։ Դա անհնար բան է, այդ նվերին արժանացել են բոլորը։ Ուղղակի քանի որ այո, այսօր ոմանք ավելի շատ աշխատանք են կատարել ներկա մարմնավորման ժամանակ, հա, իրենք ստացել են, նույնիսկ ոչ թե իրենք, ամբողջ մարդկությունը ունի այդ հնարավորությունը այսօր, հա, որ նրանք ովքեր ցանկանում են կարան իրենց այն աստիճանի հասցնեն, հա, գիտակցական այն աստիճանի հասցնեն, որպեսզի մարմնով անցնեն այդ տարածքը, հա, 5-րդ տարածաչափություն։ Առանց վերացնվելու։ Հա, առանց վերացնվելու հենց մարմնով անցնեն, նույն մարմնով անցնեն, բան, հա, նրանք ովքեր չեն կարողանում, ոչ թե կտեղափոխվեն ինչ-որ 3 տարածքային մոլորակներ, ուղղակի կծնվեն արդեն անցած ընտանիքում 0-ից, որտեղ որ արդեն ճիշտ դաստիարակություն ստանալու կդառնան այդ 5-րդ արդեն լրիվ նոր գիտակցությամբ, ոնց որ այսօրվա երեխեքը մենք նայում ենք, խոսում ենք երիտասարդության մասին, մենք տեսնում ենք, որ նրանք մեր դաստիարակությունը չեն, նրանք եկել են արդեն այդ գիտակցությամբ, չէ՞։ Հա, մենք ջանքեր թափում ենք, դու շատ լավ ես ասում, մեր ամենակարևոր գործն է իրաց չխանգարելը, հա։ Մենք իրաց դժվար թե կարողանանք օգնենք, գոնե չխանգարել, հա։ Դու ես այդ ասում, հա, ու ես լրիվ համաձայն եմ քո խոսքերի հետ։ Շատ սիրուն խոսքեր են ու շատ ճիշտ։ Հա, շեշտադրված կոնկրետ, որ այդ ձևի խոսքերը կարան ծակեն բթացած ուղեղը, հա, ու փորձեն բան անել, թույլ տան, որ սկսենք աշխատել այդ ուղղությամբ։ Դրա համար ու հա, այս մեր կատարած գործի հետ միասին արդեն չկա այդ 3 օրը հաստատ հասկացությունը, որովհետև այո, իրականությունը մենք ի վիճակի ենք փոխել։ Ու իմ հստակ համոզմունքն է այսօր, որ այդ ժամանակը նույնիսկ դրանից հետո սկսեց գալ ուրիշ ինֆորմացիա, որ կտևի մի 5 տարի, 7 տարի, 3 տարի բան, էլի, հա, այդ բանը, բայց հիմա ես այն հստակ համոզմունքին եմ, հիմա գումարած ամբողջ ինֆորմացիան, հա, որ եկել է, չգիտեմ, կարդալուց, չեն հաղորդատվությունից բան, հա, հիմա չմանրանամ, չեմ էլ հիշում կոնկրետ, բայց այդ ամեն ինչի հետ միասին մի հատ նես կուր արդեն համոզմունք, ոնց որ գիտելիք է առաջացել իմ մոտ, որ այս կարա տևի 100 տարի, 150 տարի, հա, մենք միասին սկսում ենք համատեղել հիմա 3 տարածքային մոլորակը եւ 5 տարածքային մոլորակը։ Ավելի մոտեցել ենք 4-րդ տարածքին, հիմնականում մենք մարդիկ գտնվում ենք 4-րդ տարածքում։ Հնարավոր է կան դեռևս 3-րդ տարածքում, կարող է ինչ-որ եզակի ինչ-որ ոմանք գտնվում են արդեն 5-րդում, հա, բայց հիմնական քանակությունը մեր հիմա գտնվում է 4-րդ տարածքում ու հենց այդտեղ է, որ մեր գիտակցությունը բացվում է։ Հենց այդտեղ է, որ բացվում է, բայց նույնիսկ նրանք հիմա կսկսեն շատանալ արդեն 5 տարածքայինները, հա, ես համոզված եմ 27 թվականից նրանք լրիվ տեսանելի կլինեն։ Այդ 5 տարածքային մարդիկ արդեն, հա, մենք կսկսենք տեսնել իրենց
նախանձել իրենց եւ ջանալ հետևել իրենց օրինակին ու այդ պատճառով մեզ ավելի կտրվի ժամանակ, որպեսզի համարյա բոլորս էլ սեփական մարմնով հասնենք 5-րդ տարած։ Հիշում ես քիչ առաջ մենք կարդացինք այդ մասին, հա, թե ոսկե դարի ժամանակաշրջանը ինչ կան, հիշու՞մ ես էլ չգիտեի, դու էլ չգիտեիր։ Մասը մենք կարդացինք 1 միլիոն ինչ-որ մոտ 800,000 տարի բանն է, հա, այդ ոսկե դարի ժամանակաշրջանն է, իսկ մարդկանց կյանքի տևողությունը դառնում է 100,000 տարի։ Մենք քիչ առաջ կարդացինք այդ մասին։ Դե կարանք կարդանք, ես այդպես բաներին ճիշտ է որ ասեմ, այդքան արժեք չեմ տալիս, ասեմ ավելին, անգամ նայ դու ինչ-որ տարեթվեր ես ասում ու սպասումներ ես արդեն սկսում ունենալ, որ 27 թիվ կլինի, 30 թիվ կլինի, արդեն ինչ-որ ակնհայտ փոփոխություններ պետք է տեսնենք, հավատաս Սամվել ջան, անգամ այդ առումով ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրում երբ կլինի այդ փոփոխությունը, որովհետև պետք է սովորենք այս process-ը վայելենք, էլի չնստենք սպասենք երբ ենք փոխվելու բրծվենք, բայց փոխվելու process-ը, ասենք այս process-ը, որ դու օրինակ այդ նորվա նկարագրած ցիկլը, որ ես անցա, ասենք բայց այդ process-ը ինչքան գեղեցիկ է, չնայած տանջվում ես, չնայած ինչ-որ տառապանք կա, ինչ-որ դժվարություններ կա, բայց գեղեցիկ է այդ ամեն ինչը, էլի։ Պետք է ուղղակի պարտադիր չի, որ եթե մի բանը նշում ես, նստես սպասես, շատ լավ գիտես, որ հենց ինքս նստող սպասող չեմ, հա, դրանից չեմ։ Բան չասեցի։ Ես գործը անում եմ, էլի, չէ՞։ Ես մի բանը, որ ինչի օրինակ կարիք զգացի այս թեմայից խոսալու, որտեղ ես ինքս sense եմ ասում, բոլորի կարծիքը հարգում եմ, ամեն մեկը entitled bar կա անգլերեն, այսինքն ամեն մեկը արժանի է ինքն իր կարծիքն ունենալու, ինքը ունի այդ իրավունքը, բայց ես ինքս ոնց եմ կարծում, հա, իմ անձնական կարծիքը, երբ որ դու մտածում ես, որ ասենք օրինակ քեզ հարազատ հոգիներ չեն անցնում, ու դու արդեն սկսում ես անհանգստանալ իրենց համար, նախ եւ առաջ արդեն այդ անհանգստությունը, վախը, քո հարազատի համար նախ դա քեզ իջացնում ներքև արդեն, քո այս ընթացքից հետ է քեզ բան, երկրորդն էլ դու արդեն քայլեր ես անում քեզ կողքիներին օգնելու համար, sense չակերտալ, որը շատ հնարավոր է խանգարի իրենց ընթացքը անցնելու համար, որովհետեւ մենք արդեն հասկանում ենք, չէ, որ դիմադրությունը միշտ ինչ-որ բան է ստեղծում այնտեղ, չէ, ուժա իրանից արդեն ստեղծում, այսինքն հակաուժ է ստեղծում, այսինքն երբ որ դու դիմացնի կամքին հակառակ փորձում ես իրան, պատկերացրու ասենք այդ խոսակցությունը դու նստում ես քո հարազատ, ու ես ինքս էլ եմ դրա մեջով անցել, ասենք հորս հետ ու տենց, հա, ինձ թվում էր թե պետքա մի օր առաջ ես իրենց կարողանամ օգնեմ, եկա Փառք Աստծո, այդ մի գիտակցության, որ հասկացա բոլորի փորձառությունը պետքա հարգեմ, հա, ու բաց թողեմ իրենց, անգամ համակերպվեցի, եթե անգամ իրենք պետքա վերածնվեն 3D, ուրեմն իրենց դա է պետք։ Ես չեմ կարող, մարդկանց փոխելն անհնարին է, Սամվել ջան, եթե իրենց ժամանակը չի, եթե իրանք չեն ուզում փոխեն։ Ու երբ որ ժամանակից շուտ դու փորձում ես դա անես, մեծ մասամբ դու իրենց կարող վնասես, էլի խանգարես։ Դրա համար մենք պետքա ես միշտ ասում եմ, հա, որ բարկանում եմ, երբ որ ինչ-որ մեկը սկսում է խոսալ, որ մենք ուսուցիչներ ենք, ես կողմենք, հա, ես չեմ սիրում այդ, շատ չեմ սիրում, որովհետև ինքս եմ միշտ ասում, չկան ուսուցիչներ, կան մարդիկ, ովքեր ինչ-որ բան մի քիչ շատ գիտեն, մի քիչ ավել գիտեն, մի քիչ ուրիշ գիտեն, հա, եթե հիմա մենք գիտենք մի քիչ ուրիշ, մեր միակ բանը, որ կարող ենք անենք, տեղեկացնել, ուղղակի տեղեկացնել մարդկանց, եթե համարում եմ ես գտնում եմ, որ դա իմ համար անհրաժեշտ էր, ինձ կարևոր էր, ուրեմն ես պարտավոր եմ նաև մերձավորից տեղեկացնել, իսկ մերձավոր են բոլորը, հա, իմ համար չկան հերոներ, թշնամիներ չկան, բոլորը մարդիկ են, բոլորը ուրիշ ես եմ, հա, եւ այդ առումով ես ուղղակի պարտավոր եմ համարում տեղեկացնել, միակ բանը, որ մենք ի վիճակի ենք անում, իսկ ընտրությունը յուրական ամենամտերիմը հայրդ, մայրդ զավակը, դուստերդ, որդիդ չես կարող նրանց որևէ բան ստիպես ու միակ բանը որ կարող ես տեղեկացնել իսկ ընտրությունը նա ինքը պետք է կատարի կամ բան Այս էլի միտք եկավ այս հոգևոր համայնք կոչվածում մի հատ էլ խնդիր եմ նկատում ու սա մասին շատերն են էլի բարձրաձայնում Սամվել ջան այդ կիսատ պրատ էլի ճակերտավոր այդ արթնացման փուլ անցած մարդկանց մեջ շատ մեծ էգոյի զարգացում կա ու սկսում են արդեն ուրիշներին վերևից նայել
Շատ լավ է։ Ասենք տեսնում ես կողքից, ասենք ինքն էլ հələ չի անցել այդ փուլը։ Ու ես չեմ ասում, ես անցել եմ։ Ես ինքս էլ գտնում եմ, որ ես դեռ չեմ անցել, հա, բայց ասենք տեսնում ես, չգիտեմ, այն փուլը, որը որ դու տարիներ առաջ ես անցել, հասել։ Մեկին տեսնում ես, որ ինքը դեռ տեղ է գտնվում, ու արդեն իրան թվում է, թե արդեն վերջ ինքը սովորելու բան չունի, հերիք չի։ Նա էլ արդեն սկսում է կողքիներին վերևից նայել, էլի։ Ուզում եմ փոխանցեմ, հա, իմ միտքը, որ լիարժեք արթնացած մարդը պետք է ահավոր համեստ լինի։ Ինքը չի կարող, ասենք, իգո ունենա այդքան բարձր, էլի, ուրիշներին վերևից նայ։ Ինքը երբեք չի ասի, որ ինքը երբեք չի ասի։ Երբեք։ Որտեվ ինքը ունի այն գիտակցությունը, որ մեկը ամեն ինչ չի, որ ինքը գիտի։ Այո։ Որտեվ ինչքան շատ իմանում ես, այնքան ավելի հասկանում ես, որ շատ ավելի շատը չգիտես։ Այո։ Ու դրա համար այդ գիտացող մարդը չի կարող ասել, որ այ ես արդեն արթնացել եմ, իսկ մնացածը ոչ։ Այո։ Աբսուրդ է դա արդեն։ Համաձայն եմ։ Դա արթնացումը շերտերով այլ է։ Հա, երբ որ մեկը ասեց, որ ինքը արթնացել է, առավել եւս եթե մեկը ասեց, որ ինքը արթնացած ուսուցիչ է, ուղղակի փախիր դրան։ Հա։ Այս վերջերս գտնվեց մի տենց արթնացած ուսուցիչ, որը աթոռով ծեծում էր իր կնոջը։ Հաստատ, հա։ Չշարունակենք ասում։ Հա, շահագործումներ է լինում, մարդկանց օգտագործում են իրանց առանձնական շահերին հասնելու համար, պետք է շատ զգույշ լինել։ Դրա համար ամենաճիշտը ինքներդ մեծ ձեզ, հա, Սամվել ոնց որ ինչքան կարաք ինֆորմացիա հավաքեք, բայց ձեզ ուսուցիչներ մի սարքեք, որտեղ այն ինչ որ իմ համար է աշխատել, վերջին նշանակում որ ձեր համար աշխատելու է, հա։ Դե փառքասը թող աշխատի, թող 10 անգամ, 1000 անգամ ավելի լավ աշխատի։ Բայց վերցրեք ինֆորմացիան, անալիզը ձեր մեջով արեք, դուք ձեր մեջով հասեք դրա։ Բայց մի համարեք, որ դուք սովորել եք Նիկից, Սամվելից, չգիտեմ ումից, դուք սովորել եք ինքներդ ձեր փորձից։ Այո։ Մի հատ էլ տենց թեմայի եմ ուզում անդրադառնամ, նոր մտքովս անցավ, այս վերջի ոդքասթը, որ դրել էինք մերի հետ, որ ասում ենք հոկտեմբերին ուզում ենք հավաքվենք միտեղ, տենց յոգա մեդիտացիա բան, հետևորդներից մեկը կոմենտ է գրել, որ յոգայի ցանկացած տեսակ, ինչ որ Աստծուն դեմ է, թե ինչ որ մի բան, հա, եթե տենց բաներով եք անում, ուրեմն Աստծու հակառակորդին եք ուժ տալի, ինչ որ sense մի բան, ասենք նայում ես, որ չգիտես ինչ չեմ պատասխան, ասենք չգիտեմ ինչ պատասխանեմ, էլ ես քանից հետո էլ դեռ մարդկանց թվում է, թե ասենք չգիտեմ յոգան, մեդիտացիան, ասենք չար ուժերի հետ կապ ունի կամ եթե եկեղեցին այդ մանապոլյան իր ձեռքը sense պայելու համար հին ժամանակներում ուպրտում, ասենք այսօր ես չեմ կարծում այդ եկեղեցական կանգնի այդ արտահայտությունը անի, որտեղ ասենք սս կնայում են կարող տանեն գժանոց, էլի այսօր եկեղեցականը կանգնի ասի յոգան սատանայական ինչ-որ բան է, էլի գիտությունը, բայց այդքանից հետո էլի մարդիկ կան, որ ինչ-որ միտել լսել են ժամանակին, հա, որ էլի եմ ասում այդ մանապոլյան եկեղեցին իր ձեռքը պայելու համար ժողովրդի հավատքը կանգնում մնացած ուսմունքներին հալածում, հա, բայց որ գալի մարդիկ ասենք այդ հավատքով շարունակում են ապրել, էլի որ յոգայով զբաղվես, կարող է, ասենք յոգան ինչ է, քո ֆիզիկական մարմինը դու, չէ, քո վարժությունները, քո մարզանքները, ասենք ոնց կարելի է, ինչ լոգիկայով եք մտածում, որ դա կարող է ձեզ տանի դեպի, չգիտեմ, ձեր պատկերացած Աստծո հակառակ կողմը։ Չէ, դա նույն յոգան ոչ միայն ֆիզիկական վիճակն է, էլի, ասենք հիմա մերին վաղուց արդեն նիկելի անալիթերապևտում է ֆիզիկական մասն, հա, բայց նաև ինքը շատ ավելի խորքերն է գնացել, տեսանելի է այդ իրան մեջ, հա, բայց դու պատկերացնում ես հրեշտակ մերին պատկերացնում սատանայի տարածելի համար էլ ասենք էլի բանա ինչա չի ասում նու այսօր դաժե ծիծաղելի է այդ մասին խոսել էլի ես կարեկցանք եմ Սամվել ջան ուղղակի կարեկցանք արդեն այնքան է զարգացել որ նման բաներից խոսալը ուղղակի գիտես եթե ասենք վիզ դանենք կարող ենք հենց այդ ներդիտարկումը ասենք սխալ համարողին հա սատանայական համարողին աղոթքի մասին հենց է խոսել որ ասենք շատ ավելի վատ ինքը կնկալի էլի աղոթքը կամ ներդիտարկումը մեդիտացիան բայց ինչի դրա մեջ իմաստ չկա ուղղակի բացարձակ ես ընդհանրապես օքեյ բավարարումը քեզ աղոթիր բայց մի ստիպիր որ նա ում բավարարումը ներդիտարկումը մեդիտացիան սկսի աղոթել քո հետ միասին իրան չի բավարարում դա այդքան բան հիմա դու պանիր չես սիրում ես սիրում եմ ինչ անենք իրար սպանենք
Այսինքն Աստված ցանկացած դեպքում մի հատ է, Աստծուն հասնելու ճանապարհները տարբեր են։ Որ ճանապարհն ուզում եք ընտրեք, վերցրեք, օգտագործեք, հասեք դուք ձեր մեջի այդ Աստծուն։ Որովհետև բոլոր ճանապարհները տանում են դեպի Աստված։ Այո։ Ուղղակի մեկը կարճ է, մեկը երկար։ Դա էլ մտա խաբություն է, հա։ Հիշեցի մի հատ շատ լավ ասույց, պատմեմ մահմեդականը հաջն գնում չէ, իրանք ոտքով գնում են Մեքքա, հա, մահմեդականները, ամեն մահմեդական գոնե մի անգամ կյանքում պետք է ոտքով գնա Մեքքա, չէ։ Ուրեմն մեկը բան արել, ճանապարհին հոգնել է, ու այս ճամփենզրին պարկել է, քնել է, գլխարկը քաշել է գլխին, քնել է, մեկը գալիս է սրանք հացիներով, բաներով արտասում է, լսի այ Աստված, հələ վեր կաց անամոթ անպիտան, ոնց է սենց համարձակվել, բանանը բարձրացնում է, ասում ինչ է ուզում, ոնց ես համարձակվել, ոտքերը դեպի Մեքքա քնել ես, ոտքերը դու դեպի Աստված ես քնել, դու չես հասկացնում, ասում է լավ, ես քեզ թույլ եմ տալի ոտներս շուրջ դրան կողմի վրա, որտեղ Աստված չկա, գլխարկը քաշում է գլխին, շարունակում է քնել էլ է։ Հիմա այդ որ ասում է, ասենք, այ դու իմ ճանապարհը պետք է ընտրես, միթե այդքան փոքր է համարում իր Աստծուն, որ ընդամենը մեկ ճանապարհ կարա տանի դեպի Աստված։ Միթե Աստված այդքան փոքր բան է, բան որ ասում են Աստված ամենուր է եւ այլն, հա։ Այդ ինչ որ բան չի նշանակում։ Այդ ուղիների հարցով է, հա։ Ես համոզված եմ 100%-ով ու դա ուղղակի գնահատականի ենթակա չի, ասենք, քննարկման ենթակա չի, որ ճանապարհով էլ գնաս, գնում ես դեպի Աստված։ Ուղղակի ուրիշ ճանապարհ չկա։ Համաձայն եմ։ Դե կա կարճ ու երկար, հա, կա մի քիչ։ Կամ вообще չկա, որտեղ դու հենց ինքդ տեղում ես, այդտեղ էլ է Աստված։ Գնալու ոչինչ չունես, բացառակ գիտակցությունը այդքան բան։ Ճանապարհը տենց երկար գնում ես, որ հասկանաս, որ սկզբից էլ իր հետ է իր։ Երկարը քո գիտակցության պատճառով, դու ես այդ կառուցողը այդ ճանապարհի։ Ոնց ուզում ես կառուցել, կամ вообще մի կառուցի։ Մեկը դու տեղում ես, գնալու տեղ չունես։ Համաձայն եմ։ Այս էլի այդ երրորդ հարթությունից 5-րդ հարթություն տեղափոխվել է, այդ դու ես մնացած այս թեմաները, որ նոր քննարկեցինք, ասենք ինչ ըստ քեզ կոնկրետ ինչ շերտերի մասը, ինչ շերտերը կարանք առանձնացնենք, որ ասենք շարքային մարդը կոնկրետ գիտակցաբար SSSS շերտերը պետքա բաց թողի, որ իրան ավելի հեշտ լինի այդ անցումը։ Դες ձեր զրույցի ժամանակ մերի հետ, հա, մերին շատ լավ բան ասեց, ինձ շատ դուր եկավ դա, հա, որ ինքը ասում է վերջին հաշվով բացասականը նույնպես դրական է։ Դա շատ ճիշտ միտք է, շատ որովհետև յուրաքանչյուր բացասական երևույթ քո կյանքում քո համար գործիք է, քո համար ինչ-որ բանալի է, որպեսզի իր միջոցով գտնես դրականը, հա։ Գոնե հասարակ, ասենք, համեմատության տեսքով, հա, որտեղ եթե ուզում ես իմանաս, թե ինչա տաքը, պետք է լինի սառը։ Եթե ուզում ես իմանաս ինչա վերևը, պետք է լինի ներքևը։ Առանց մյուսի, հա, չես կարող մեկը իմանալ։ Մեր ֆիզիկական կյանքը երկվության փորձի, հա, բան է։ Պետք է մի բանը համեմատվի մյուսի հետ։ Դրա համար առանց բացասականի մենք չենք կարող հասկանալ դրականի արժեքը։ Եթե չկա մութը, լույսի արժեքը մենք չենք կարող հասկանալ, հա։ Դրա համար էլ եկել ենք մութը, որպեսզի հասկանանք, որ մենք լույս ենք, որպեսզի ճանաչենք մեզ այդ ամենակարևորը, ասենք, հա, փորձի մեջ այդ ամենակարևորն է մեր։ Հիմա այդ գործիքները, օքեյ, բացասական է եղել է, հավաքել ենք, բայց այսօր ժամանակն է դրա էլ մեկը ոնց նայում ես, ասենք, երկու բացասականը, երկու հատ մինուսը տալիս են պլյուս, հա։ Ի վերջո իրանք դառնում են դրական։ Բայց դա նույնիսկ է դրականը կուտակել այսօր անիմաստ է, որովհետև փոխվում է մեր կյանքը։ Մենք 3-րդ տարածքից անցնում ենք 5-րդ տարածք։ Մեզ ծանոթ են 3 տարածքային գործիքները։ Մենք օգտագործել ենք 3 տարածքային գործիքներ։ Էլի
այս տարածքում ես չեմ ասել այդ մասին, հա, մի հատ հասարակ օրինակ, որ կարծում եմ այս լավ է բացատրում, հիմա պատկերացնենք, որ մենք ապրել ենք սառցադաշտի վրա հազարամյակներ շարունակ։ Ու այդ ընթացքում հասցրել ենք բոլորս դառնալ լավ պրոֆեսիոնալ հոկեյիստներ։ Հա, հիանալի հոկեյ ենք խաղում, ունենք լավագույն գործիքները, ասենք չմուշկները, չգիտեմ, կասկեքը, հանդերձանքը, փայտերը, կլուշկեքը, կանկիները, բան ամեն ինչը հիանալի է, ամենալավն է։ Ու մենք այդ ծավի կատարյալ գործիքներ ունեցող կատարյալ պրոֆեսիոնալ հոկեյիստներս հասել ենք Սառույցի եզրին ու հիմա սկսվում է ջրավազան ու մեր հաջորդ կյանքը պետք է անցնի արդեն ջրի մեջ։ Ինչ տեղը կունենա մեր հետ, եթե մենք այդ մեր հիանալի գործիքներով, բայց հոկեյիստի գործիքներով գցենք մեզ ջուրը։ Ինչ կլինի մեզ հետ։ Լավագույն դեպքում ասենք կենթանի կմնանք, բայց երբեք լավ չենք դառնա, չէ՞։ Այսինքն ինչքան էլ լավն են մեր հին գործիքները, մենք ստիպված ենք իրենցից ազատվել։ Դրանք զբաղեցնում են տեղ, հա, այն որ ասում է երկու ձեռքով երեք հատ ձմերուկ չես կարա, չէ՞։ Հիմա մենք ձեռքերը պետք է ազատենք, որպեսզի նոր գործիքներ տրվեն մեզ, կամ բացահայտենք մեր նոր գործիքները, հա։ Մեզ անհրաժեշտ է հրաժարվել այդ հնից։ Լինի դա բացասական, լինի դրական, հա, լինի մենակ դրական կամ մենակ դա արդեն պետք է բաց լինենք իր արժեքը, հա։ Պետք է բաց լինենք փոփոխության։ Այո, հենց այդ է բանը, էլի, տեղ պետք է ունենանք նորի համար, հա։ Մենք պետք է բացենք մեզ ամբողջովին մեր էությունը պետք է բացենք նորի համար ու կտեսնենք, որ այդ նորը ավելի շատ մեր ներսից կբացահայտվի, այն ինչ որ մենք ծածկել ենք այդ հին աղբի տակ, հա, ամենալավ ասենք գործիքը, հին գործիքը դառնում է աղ, եթե պիտանի չի, հա։ Հիմա պետք է տեղ բացենք ու դրա տակից կգան մեր իրական գործիքները կամ կտրվեն մեզ լրիվ նոր գործիքներ։ Երկուսի համար էլ մեզ տարածք է պետք, բաց տարածք, մաքուր տարածք է։ Ամենը ինչ պետք է մենք անենք, մենք պետք է հրաժարվենք հին գործիքներից։ Մենակ այդ գործ, եթե ուզում ես գործիք անվանենք, հա, ես այն ամենաառաջնայինը, որ կարծում եմ ամենաշատ նախանգարում, դա այդ զոհի կարգավիճակում լինելն է։ 100%, հա։ Օրինակ ես բացարձակ որևիցե մի դրական բան չեմ կարողանում տեսնել, հա, այդ զոհի կարգավիճակից։ Մեկը չգիտեմ, բողոքումա ծնողներից, որովհետև ծնողները այսինչ որ կյանքի հատվածում անարդարացի են վերաբերվել իր հետ։ Մեկը մնացած մի խոսքով չթվարկեմ, հա, ասենք հասարակությունից է նեղացած, մեկը աստծության նեղացած։ Մի ամբողջ ազգ բողոքում է նրանից, որ 100-ամյակներ ճնշման այո, երկիր կորցրել։ Ոչ մի լավ տեղ այդ զոհի կարգավիճակը չի կարող անհատին տանի։ Ասենք ինչ-որ մի օր պետք է արթնանա ու իր պատասխանատվությունը վերցնի իր վրա իր կյանքի, հասկանա, որ բացարձակ կապ չունի, թե ասենք մինչև այդ օրը ոնց է եղել իր անցած ճանապարհը, իր բաժին հասած ճակատագիրը, բայց այսօրվանից հետո ես ուզում եմ փոխեմ այդ ամեն ինչը։ Վախ, ատելություն, կասկած, հա, այսինքն այդ ամեն ինչը պետք է փոխարինվի ավելի շատ հույսով, հավատքով, կարեկցանքով, ինչքան կարեկցանք փորձեք զգալ, հա, դիմացիների հանդեպ են թշնամուցը սկսած, եթե կարողացար թշնամուտ կարեկցես, արդեն կողքիներիդ հաստատ կարեկցես ու կարեկցես։ Ի վերջո մեր համար պետք է դա շատ հասկանալի լինի, քանի որ մենք այս առաջին քրիստոնյա ազգ ենք համարում, հա, այդ պատճառով գոնե հիշենք Հիսուսի խոսքերը։ Ես եկել եմ ոչ թե նրա համար, որ դու սիրես քո եղբորը, քո եղբորը դու առանց ինձ էլ կսիրես։ Ես եկել եմ նրա համար, որպեսզի դու սիրես քո թշնամուն։ Հա։ Պետք է մտածել դրա մասին, հա։ Պետք է մտածել դրա մասին։ Այդ պրովոկատիվ հարց քեզ այդ դեպքում։ Ինչ ես կարծում քրիստոնեությունը, որպես այդպեսի, որ այսօր մատուցվում է, ինքը նպաստում է մարդկանց այդ զոհի կարգավիճակին։ Այո, իհարկե, դա մեջ գցելու, պահելու այդ կապված։ Եթե մենք մեզ համարում ենք հոտ, ում հովիվ անհրաժեշտ, իսկ հոտի վաղճանը որտեղ է։ Հոտի վերջը որտեղ է։ Մսագործի
կացնի տակ, չէ։ Էլի հիշեցնեմ էլի Հիսուսի խոսքերը, հա, որ ասում է հովիվը ուներ 100 ոչխար, հա, ու ոչխարներից մեկը կորավ, լքեց հոտը, ու հովիվը թողեց 99-ին ու գնաց այն մեկին փնտրելու։ Ինչի մասին է սա։ Հովիվի համար ավելի կարևոր էր այն ոչխարը, ով քայլ կատարեց, ով որոշեց դուրս գալ ստերեոտիպից, հա, ստերեոտիպի տակից, որոշեց ինքը իր գիտակցությամբ շարժվի առաջ, բացեց իր գիտակցությունը, այսինքն հովիվի համար նա էր այդ ոչխարը, ով ձեռք բերեց, արթնացրեց իր մեջ Քրիստոսի գիտակցությունը, հա, ինքը դադարեց լինել հոտ ուղակի, այսինքն չուզեցավ լինել զոհ, այդքան բան, ու դա այդ մեկը ավելի կարևոր էր, քան 99-ը, ես այդպես եմ հասկանում, այդ առակը։ Համաձայն եմ, իմ տեսանկյունը, այդ ինչով է քրիստոնեությունը նպատում, քրիստոնեություն մենակ չասենք, Աբրահամի հավատքները, ինչով են նպաստում այդ զոհի կարգավիճակին, այն որ շարքային այդ Աբրահամ հավատքին դավանողը իրեն ներողին, իրեն սիրողին, հա, իրեն, չգիտեմ, ինչ-որ մի բանով օշտողին, որ ասենք ինչ-որ մի բան տալիս է քեզ, երկնքում են ընտրում, արդեն լրիվ պատասխանատվություն իրենց վրայից թողնում են։ Ու արդեն մեղավորել կա, եթե տվողը դուրսն է, չէ, թե ներողը, թե քեզ տվողը, նշանակում է քո սա անհաջողությունների պատճառներ կարաս իրան մեղադրես արդեն։ Հա, իհարկե, այդ նույնիսկ այդ մեր հենց բանի մեջ, այդ տերունական աղոթքի մեջ, որ ասում է հաց մեր հանապազորյա տուր մեզ այսօր, հա։ Ինչ է այդ հաց մեր հանապազորյա։ Կոպիտ ասած, ասենք բռի ասած, մի փոր հաց, չէ։ Տեսի, եթե դու եկել ես այս աշխարհ, հա, նյութական աշխարհ, եկել ես ու նույնիսկ այդ մի փոր հացը ուզում ես Աստծոց։ Բայց ինչ ես դու եկել, եթե նույնիսկ ի վիճակի չես այդ մի փոր հացը քո համար աշխատել։ Այո։ Այդ հետաքրքիր բան եմ այսօր սովորել ու սովորել եմ իմ ու քո ծանոթից, մեր թեմինեից, այսօր զրույց եմ ունենում հետո ու գիտես ինձ ինչ ասաց, ասում են այո, քրիստոնյաները ասենց են խաչակնքվում, իսկ մինչև քրիստոնեություն մեր հայերը, հեթանոս հայերը, այսպես են այդ նույն բանն արել, այսինքն ստեղից այդ խոյի նշանն են արել, հա, այսինքն ինչ է, խոյը ինքը առաջատարն է, Քրիստոսագիտակցությունն է, հասկանում ես, այն ժամանակ ինչքան են այս ամեն ինչը ավելի ճիշտ ընկալել ու հասել, այսինքն դու ուզում ես դառնաս այդ առաջատար, ուզում ես այդ ազատ կամքը վերցնես քո ձեռքը, դառնաս այդ ազատ կամքի որոշումներ կայացնողը։ Գիտես, մեր լեզվի մեջ, մեր պատմության մեջ այնքան շատ են նման օրինակները, հա, որոնք մեզ առաջ են տարել, հա, որոնք մեր զարգացրել են մարդու հենց ինքնությունը, իր կարևորությունը, հա։ Այդպես այսօր շատերը պնդում են, հա, արդեն ամբողջ աշխարհում այս վերջերս լսեցի, որ արդեն այդ բանը որոշումը ընդունված է, հա, որ շումերերը հայերենից են, հա։ Արդեն ընդունել է աշխարհը դա։ Դες շումերական ամենաճանաչված գերականությունը բանն է, Գիլգամեշի էպոսն է, չէ՞։ Նույնիսկ այդ անունը երբ որ արտասանում ես, Գիլգամեշ։ Դու ասում ես Գել Գոմեշ։ Գել գայլը, հա, իսկ գել նաև հայերենում նշանակում է առաջնորդ։ Գոմեշը կովերի ընտանիքի մեջ ամենամեծն է, չէ՞։ Այդ ընտանիքի մեջ ամենամեծն է, այսինքն հսկան է։ Գել Գոմեշ առաջնորդ հսկա ու իրոք երբ որ նայում ես Գիլգամեշի այդ հայտնի նկարին, որ առյուծը կատվի պես թևի տակ դրած, չէ՞։ Այս ինչ համապատասխանում է դրան։ Այսինքն մենք այդ բաները մեր լեզվի մեջ, մեր մշակույթի մեջ, մեր գիտելիքների մեջ ունենք այդ ամեն ինչը։ Ու մենք քողարկել ենք այդ բանի քրիստոնեության շղարշի տակ, զոհ լինելու, կարգավիճակ ձեռք բերելու։ Բայց մեկը բոլոր դեպքերում, հա, դա էլի երևի ընթացքն է, որը մեզ անհրաժեշտ էր, որպես մենք դուրս գանք այս փորձի մեջից, որովհետև դա մեզ հետ տարավ, հա, ու ավելի խորացրեց մեր այդ զոհը լինելը, այսինքն ավելի մտի մեջ ընկղմեց մեզ, ուստեղ նշում ես խոսում ենք Պարսատիկի օրենքի մասին ժամանակին, հա, որ ինչքան ավելի հետ է ձգում բանը, այդ Պարսատիկը այնքան քարը ավելի հեռու է թռնում, հա։ Հիմա հետո ինչ որ այդքան խորացել ենք մտի մեջ,
Դրա հետ միասին մենք մեծ հնարավորություն ունենք անմիջապես շատ հեռու դեպի լույսը դառնալու համար։ Ու միջ այլոց Սամվել, որ հանգարց սխալ կարծիք չառաջանա, ես ինքս Հիսուսի ուսմունքի շատ մեծ հետևորդ եմ, կողմ եմ, շատ մեծ, հա։ Ուղղակի մատուցման ձևին եմ դեմ։ Բացատրությունները թե ոնց են, թե նույն ասենք Սուրբ գրքի գրվածքը թե ոնց են մատուցումն ու ընկալումը, ես դրան եմ դեմ։ Ես ինքս ավետարանը կարդացել եմ 4 անգամ, առաջի 3 անգամը կարելի ասել կռիվ ա եղել իմ մեջ, որովհետև այն տրադիցիոնալ մատուցման ձևը ոնց որ հենց գրված է, չեմ կարողացել վերցնեմ ընդունեմ։ Տրամաբանությունը չի թողել որ ընդունեմ։ Արդեն 4-րդ անգամը տարբեր գիտակցության հասնելուց հետո արդեն, հա, տարբեր մակարդակի կարդալուց լրիվ ուրիշ ձևով եմ ընկալել արդեն։ Լրիվ ուրիշ ու ես լրիվ կողմ եմ։ Նո, գիտես ինչ, ախր մենք դες խոսում ենք ավետարանի մասին, բայց գոյություն ունի Աստվածաշունչ նաև, հա։ Ավետարանը այդ նոր կտակարանն ընդամենը, որը չհաշված մանր-մունր մի քանի ուրիշ թղթեր, հա, հիմնականում բաղկացած է 4 ավետարանից։ Իսկ Աստվածաշունչը բաղկացած է 66 գրքերից, այսինքն 5 կտակարանը շատ ավելի մեծ է, բայց մենք նույնիսկ համարելով մեզ առաջին քրիստոնյա ազգ, հիմնականում հենց ավետարանի վրա ենք հիմնվում։ Շատ բաներ չենք ընդունում 5 կտակարանից, բան, հա, երբ որ խոսում ես հայ հավատացյալի, ինքը առանձնապես ծանոթել չի 5 կտակարանի։ Այդ է ամբողջ խնդիրը։ Այո, ուսմունքը, որը այդ 4 ավետարանների մեջ է, չնայած նորից փոխակերպված, շատ որտեղ հազարավոր անգամ արտագրվել է, ձեռքից ձեռքա գնացել, հետո 6-րդ տիեզերաժողովից հետո ցենզուրայա մտցվել, հա, ամեն լիքը բաներ փոխվել է, բանել է, հա, դրա հետ միասին ինքը 5 կտակարանից մեկը շատ է տարբեր։ 5 կտակարանը այն է, ինչ որ Տորայից է եկել, հա, համարյա կրկնում է Տորան, բայց ավետարանը ուսմունքն է, չնայած փոխակերպված, դե Հիսուսի մասին խոսելուց հենց այդ մասին ենք խոսում, 5 կտակարանում Հիսուս ընդհանրապես չկա։ Այո, իհարկե տարբերությունը կա, շատ մեծ է տարբերությունը, ուսմունքը այլ բան է լրիվ ու ես կասեի Հիսուս մեղավոր չի, որ իբր թե այդ ուսմունքի վրա կրոն է ստացվել։ Կրոնը ավելի շատ 5 կտակարանի վրա է ստացվել, ես այդպես եմ։ Հիսուսը ուղղակի այն բանն է, այն որ Յակովը ոնց էր Խարիս։ Այն խարիսքն է, որը գցել են, որպեսզի այդ կրոնը կանգուն մնա, էլի ասենք։ Ալիքները չտանեն։ Ամենամեծ բանը, աբսուրդը իմ համար, ինձ թվում է ասելուց հետո ագին մարդու կջրայնացնեմ էլ, բայց Հիսուսը եկած ասենք, որ արդեն սկսվում է արդեն իր այդ բաց գործունեությունը, առաջերվանից մինչև իր խաչվելը ինքը պայքարել է կրկապաշտության դեմ։ Այդ մարդուն բռնում հետմալ կուրք են սարքում։ Հա, իհարկե։ Իր ցանկությունը երբեք չի եղել, էլի իմ հասկանալով, երբեք չի եղել, ասենք, որ մի հատ կրոն ձևավորվի իր շուրջը։ Ինքը եկել էր մարդկանց ազատել կուրքերից, կրոններից։ Գաղափար չնայած ասենք քրիստոսագիտակցությունը հազարավոր տարիների պատմություն ունի, եղել է շատ ու շատ ավելի առաջ, քան Քրիստոս ինքը, հա, քան Հիսուս ինքը։ Մեկը Հիսուսը գաղափար չուներ, որ գոյություն պետք է ունենա քրիստոնեություն, ու ինքը քրիստոնյա չէր ինչ խոսք։ Դա դրական կրոն տերմիններ, որը որ ստեղծվեց 300 տարի հետո։ Կյանքը հարցնելու։ Այո։ Բայց դե կրոնի մասին չգիտեմ։ Պանդորայի բաքսն էլի, որ բացեցին կա, փակել չկա։ Մենք սիրում խոսալ կրոնի մասին, սիրում ենք խոսալ Աստծո մասին։ Այո։ Հա, ու դրանք տարբեր բաներ են ըստիս։ Ավելի լավ է խոսել Աստծո մասին, կարծում եմ կգա ժամանակ այդ մասին էլ ավելի լավ խոսանք։ Այո։ Ինչ ասեմ, Սամվել ջան, ես որ կարոտել էի մեր զրույցներին։ Ես էլ։ Ինձ ամենաշատը այն ա դուր գալիս, Նիկ ջան, որ մենք ուղղակի նստում սկսում ենք խոսալ, չգիտես ինչ, մեկին ինչ-որ բան ստացվում է, էլի։ Ու դա հենց պատճառն է նրա, որպեսզի մենք ավելի ու ավելի համոզվենք, որ սխալ գոյություն չունի։
կարևորը ցանկությունն է եւ ամեն ինչ կլինի։ Բայց մենք ցանկանում ենք խոսալ, ցանկանում ենք կիսվել նրանով, ինչը մեզ մտահոգում է, ինչը մենք համարում ենք, որ լավ կլինի, որ բոլորը տեղյակ լինեն դրան։ Կարծում եմ, ինչ պետք է վերցնել։ Այո։ Հա, ես ասենք ինձ մոտ չկա այնպեսի զգացում, որ կգա մի օր, երբ որ մենք չենք իմանա ինչի մասին խոսենք։ Կարծում եմ հակառակը շուտով այն ինչ տեղի ունենում մեր մեջ այսօր, ինչի մասին մենք դեռևս չենք խոսում, երբ որ դա սկսի վերել իր արդյունքները, մենք դա էլ կմիացնենք արդեն։ Ժամանակը կբերի իր պահանջները, էլի խոսալու թեմաները միշտ կգան միանշանակ։ Չնայած ասեմ քեզ, ես ինքը շատ ուրախ կլինեմ, որ սպառվի թեմաները, ես թողնեմ այս ամեն ինչը աստամելի գործերով, այսինքն մարդկությունը մեր հատկապես մեր հայերը, որ ասենք ումը որ ինչ ուզում ենք տանք, թող բոլորը այնքան ստանան, որ ես տալու բան չունենամ, ես անցնեմ առաջ։ Նո, գիտես, ես կարծում եմ, որ այդ այ մեր Երևան գնալը, դες մենք վերադարձանք Երևանին, էլի, լսի, ախր այդ մի այլ բան էր, էլի, այդ մեր ճամփորդությունը, բայց ինքը ցույց տվեց հստակորեն, որ եթե մենք դաժե ասելու բան էլ չունենանք, այն ցանկությունը, որ մենք ի սկզբանե ներդրեցինք, հա, այս գործի մեջ, դա արդեն բավական է երևի, որպեսզի sense զրույցները հաջողությամբ, հա, մեզ համար հաճելի անցնեն ու մարդիկ ուրախությամբ լսեն։ Համաձայն եմ։ Հա, այստեղ այ էլի մեր նազելին որ ասում է, հա, եկել եմ ասեմ, որ ձեզ շատ եմ սիրում։ Այստեղ տեսնում ես, որ սխալ բան դրանում չկա, էլի ուղղակի։ Ուղղակի չկա, շատ ճիշտ է ինքը ասում, էլի որ դերթում է սերը, առաջին հերթից դերթում է սերը։ Համաձայն եմ։ Ինչ շատ sense այդ հետ արձակուրդյան է կարելի ասել sense հանգիստ relaxed podcast ստացված ինձ թվում է դիտորդներն էլ երևի կստանան այդ տպավորությունը այդ էներգիան մեզանից բայց շատ ոգևորող իմ համար կարող է այսօր ինչ որ մեր հետ տեղի ունեցավ դա էլ էր պատճառը բայց ես շատ ոգևորված եմ այսօր Ամել կարոտել էի, ճիշտ ասած։ Այո։ Վերջի ոդքասթը Երևանից առաջ է եղել։ Նո Երևանում էլ են կարոտել։ Հա, նո, այնտեղ թե ուրիշ է, էլի։ Տաղավարին էի կարոտել, աստեղ չէինք եղել, համաձայն եմ։ Եվ Սամվել ջան, շնորհակալ եմ շատ, մինչ մյուս հանդիպում։ Այո։